Ալիևի մեծ վերադարձ ծրագիրը շարունակում է առաջնահերթություն մնալ Բաքվի համար, ինչի մասին վկայում է Ալիևի նոր շուկով հերթական այցը օկուպացված Արցախ կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ։ Բաքվի բռնապետը երեկ Արցախի մի շարք շրջաններում մասնակցել է նոր գյուղի մի քանի մանկապարտեզի ու դպրոցների բացմանը։ Ալիևի այցը սակայն կրկին նշանավորվեց Հայաստանի ու արցախցիների հանդեպ ատելության եւ թշնամանքի քարոզով, իսկ խաղաղության մասին կրկին ոչ մի խոսք։ Թեմայի վերաբերյալ փաստերը կամադրին գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, այս անգամ ալիևները ինչ նպատակով էին գնացել կրկին օկուպացված Արցախ։ Շատ հաճախ են այցելում, այս տարի արդեն երրորդ անգամ է, որ մարդուկին Արցախի օկուպացված տարածքներում են լինում։ Այս անգամ մեծ վերադարձ ծրագրով հերթական գյուղի բացմանն են ներկա գտնվել Աղդամի ակնայի շրջանում, բնականաբար այնտեղ նաև կառուցվել է մանկապարտեզ, դպրոց, նաև բազմաֆունկցիոնալ վարչական շենք եւ բնականաբար նրանք շտապել են անձամբ ներկա գտնվել ավարտական աշխատանքներին, նաև անձամբ տեղում վերաբնակեցված ադրբեջանցիներին հանձնել բնակարանների բանալիները։ Այնուհետև այցելել են հայաթափված Շուշի ու հայկական քաղաքում ներկա են գտնվել վերականգնումից հետո Չել Գալա մզկիթի եւ աղբյուրի բացմանը։ Նաև ծանոթացել են հանրային սննդի նոր օբյեկտի, վերականգնողական կենտրոնի, առողջապահական կենտրոնի բացմանը եւ բնականաբար նոր մզկիթի շինարարական աշխատանքներին։ Չնայած կոռուպցիոն ռիսկերին եւ քննարկումներին, որոնք իրենց տեղն են գտել անգամ ադրբեջանական եւ թուրքական մամուլում, պնդում են հետաքննող լրագրողները, որ վերակառուցման եւ վերաբնակեցման այս ամբողջ process-ը միտված է պարզապես Արցախը իրենց սեփական բիզնեսը վերածելուն։ Հետաքննող լրագրողները պնդում են, որ բոլոր մրցույթներում, որոնք հայտարարվում են վերակառուցման, վերականգնման համար, այդ բոլոր մրցույթներում հաղթում են կամ Էրդողանի կամ Ալիևի մերձավորները եւ իսկապես Արցախի վերաբնակեցման այո, ամբողջ այդ գործընթացը վերածվել է պարզապես սեփական շահերը սպասարկելու գործընթացի։ Այնուամենայնիվ, այդ ամենի ֆոնին չենք կարող պնդել, որ այնտեղ աշխատանքներ չեն տարվում։ Արցախի ամբողջ մասշտաբով վերակառուցման աշխատանքները շատ մեծ ծավալով ընթացքի մեջ են։ Հիշեցնեմ, որ 2021 թվականից մինչև այսօր Ադրբեջանը ավելի քան 10 միլիարդ դոլար է ներդրել վերակառուցման համար Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի հատվածներում եւ այո, մեծ վերադարձը այս տարի էլ Բաքվի առաջնահերթությունների ցանկում է եւ կրկին բավականին մեծ գումար կներդրվի պետական բյուջեից 4 միլիարդ մանատ հատկացվելու է վերականգնման ծրագրին։ Ես մեջբերեմ Ալիևի խոսքերը, որը պարբերաբար կրկնում է եւ այդպիսով հավաստում, որ շատ արագ տեմպերով է ամեն ինչ ընթանում։ Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի վերականգնումը ֆանտաստիկ տեմպերով է ընթանում։ Շուտով այդ շրջանները կդառնան ամենաժամանակակից, հարմարավետ եւ գեղեցիկ վայրերից մեկը ոչ միայն Ադրբեջանում, այլև Կովկասում եւ ամբողջ աշխարհում։ Սրա մասին պարբերաբար եւ ինքն է խոսում եւ ընդհանուր ադրբեջանական քարոզչամեքենան։ Եվ դեռևս 2023 թվականի նոյեմբերին Ալիևը եւս մի հայտարարություն արեց ցնցող եւ նշեց, որ մինչեւ 2026 թվականը ներառյալ արդեն 140,000 մարդ մոտավորապես կվերաբնակեցվի օկուպացված Արցախում եւ կարծես թե նրան հաջողվում է ադրբեջանցիներին գրավել տանել այդ հատվածներում բնակեցնելու։ Ալիևը կարծես իր ուզածին հասել է, այնտեղ հայ չկա, այնտեղ Արցախ չկա, Արցախ կա, արցախցիներ չկան, որը կարծում են իրենց համար իրենց երկիրն է Ադրբեջանը, բայց դրանով չի հանդարտվում Ալիևը, այդ բռնապետը եւ նա անդադար թունավոր հայտարարություններ է անում եւ անմասն չէր նաեւ այդ հայտարարությունը ինչի ասել ինչ տոքսիկ ելույթներ է ունեցել նա այս մասին։ Հերթական թունավոր ու շատ ուժեղ թիրախավորված ելույթն է ունեցել, մոտավոր որ պատկերացնես եւ դու եւ մեր հեռուստադիտողները 15 րոպե ելույթի ժամանակ միայն 11 անգամ օգտագործել է թշնամի բառը, մեզ որպես թշնամի ներկայացնելով։ Նշեմ, որ կրկին պնդեց, որ մենք ֆաշիստներ ենք եւ հայկական ֆաշիզմից աշխարհում ոչ մի տեղ այլևս չկա։ Նաեւ մեղադրեց ամբողջ Հայաստանին, նաեւ արցախահայերին, արցախցիներին իրենց ցեղասպանելու համար։ Աղդամն ու շրջանի բոլոր գյուղերն ամբողջությամբ ավերել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի շինություն կանգուն չէր մնացել, նկատի ունի մեզ։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, նրա բացարձակ անհիմն թշնամությունը մեր նկատմամբ։ Այսպես է ելույթը սկսել Ալիևը եւ նաեւ Աղդամը որակել որպես Կովկասի Հիրոսիմա։ Նաեւ խոսել է Արցախյան երկրորդ պատերազմի 2020 թվականի մասին, բնականաբար, եւ ադրբեջանցիներին կրկին կանաչ լույս
զրույցի ներքո է ներկայացրել, շատ զավեշտալի է, որ ասում է, թե Աղդամում մեր զինծառայողները ընկել են շրջափակման մեջ, այո, եւ նրանք խնայել են փաստորեն մեր զինծառայողներին։ Մեջբերում եմ, Ադրբեջանը եւս մեկ անգամ մարդասիրություն ցույց դրեց, թշնամուն հնարավորություն տալով ինքնակամ լքել մեր հողերը։ Ադրբեջանի պետությունը հումանիզմ դրսևորեց, ուշադրություն այն տարրերի հանդեպ, որոնք դրան արժանի չեն։ Հենց այսպիսի բառամթերքով, այսպիսի թունոտ խոսքերով է ողողված եղել ամբողջ 15 րոպե ելույթը եւ ադրբեջանցիների հետ հարց ու պատասխանը, որի ամբողջ ընթացքում չենք զարմանա, որ չի հնչել խաղաղության մասին նույնիսկ որևէ ակնարկ։ Փոխարենը երկու շաբաթ է արդեն երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը, համաձայնագրի կետերը խաղաղության հստակեցրել են եւ այդ համաձայնագիրը սեղանին դրված երկու շաբաթ է սպասում է իր ստորագրման վայրի եւ ժամի հստակեցմանը։ Եվ այս ամենին զուգահեռ սահմանին հնչում են կրակոցներ։ Շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։